Сяду на пенек, съем пирожок. А Машенька из короба: вижу, не садись на пенек, не ешь пирожок, неси бабушке, неси дедушке. Ишь, какая глазастая, говорит медведь, все видит. Хитрая, высоко сидит, далеко глядит. Ամեն անգամ ես գալիս եմ, բայց միշտ սենց սիրուն չեմ տեսնում։ Այս կակաոյի տարա, այդ բոլոր գույները կան։ Երևի ես մեծանում եմ, սրանցից արկում են կակաո, էլի, չէ՞։ Մենք գնացել ենք կակաոյի պլանտացիաներ։ Ոտ այս կակաոյի տարա, ես էլ պտուղներն են տեսնում եք գունավոր։ Մենք Կոստարիկայում գնացինք կակաոյի պլանտացիաները, բայց հիմա ամերիկյան Brookside Garden-ում ենք, Մերլենդում։ Այս կակաոյի տարը տեսա, որոշեցի նորից նկարել։ Հետաքրքիր այնտեղ սայնը կա, սայնը նկարին, ես քեղայս եմ։ Կակաո։ Կակաո trees, okay։ Այդտեղ ես շատ եմ եղել։ Տարվա ամեն սեզոնին եկել եմ, լիքը վիդեոներ ունեմ, բայց միևնույնն է, որ գալիս եմ, չեմ կարողանում անտարբեր անցնեմ։ Ուզում եմ էլի ձեռքս կամերան վերցնեմ, նկարեմ, որովհետև այս գեղեցկության կողքից անտարբեր անցնել հնարավոր չի։ Հիմա էլ այս կողմի վրա ենք նկարվում, նայեք այս փոքրիկ բան են ստեղծել, ջրվեժի նման ինչ-որ տեղ են ստեղծել։ Այս կամրջի վրա ենք մենք, այս կողմը։ Այն հետևումն է բանանի ծառերը։ Մարդել չկա է, ամենահետաքրքիրը է դա, որ ոչ մեկը չկա։ Սամ Սիբեր ռեժիսոր, այս հետևումս բանանի ծառեր են, տեսնում եք այս մատի ուղղությամբ նայեք։ Հիմա կգնանք կմոտենանք կնայեք։ Դեղին բանաններ են լինում վրա, նայած ժամանակ։ Ինչ է կամիքն է։ Մայց է։ Շատ ունեմ այս վիդեոները ստեղի, որտեղ ես տարվա մեջ 10 անգամ, 15 անգամ տեղ գալիս եմ։ Ուղղակի այնքան սիրուն է, որ էլի անտարբեր չես կարող անցնել։ Կամերան անկախ քեզանից վերցնում ես, ուզում ես նկարած լինես։ Աշունն էլ էր սիրուն, քրիզանթեմների ժամանակն է աշունի։ Տարվա տարբեր եղանակներին այս մասը փակ տարածք է, ջերմոցային, տարվան բնորոշ եղանակներին բնորոշ ծաղիկներ են ստեղծում։ Ու ամեն անգամ տարբեր է լինում։ Հիմա գարնանային ծաղիկներ պետք է որ լինեն։ Չեն փախնի, ուր պիտի փախնեն։ Ինչ է լավ կորմիր են։ Հələ նայեք այս Կարմիր ձկներին, մեծ ձկների կան։ Հլենան ես սեյտ է, չոքն է, տես կարմիրներն է, ոսկե ձկնիկներ են։ Լավն են ձկները։ Ես կանց մաղթին, շատրերի չեն դնում։ Մեծ տարածք ես նկարելու ծաղիկների, բայց հիմա փակած երևույթին վերանորոգում են։ Ոչ ինչ, մենք ես գնանք արդեն դուրս։ Աստիճանները։ Նա ինչ սիրուն է դուրս գալիս։ Չէ, բայց բանանը չնկարեցին։ Քանի որ լույսի կողմն ենք գնում, լավ չէ, մեծ է, բանանները կախված են։ Ոնց չկա, վայ։ Լավ են բանանները կան, այնտեղից ոնցներն են։ Բայց դրանք ինչ են, եթե բանան չեն։ Ասմեջ չկա։ Այս
կողմից որ նկարում ես ավելի լավ են դուրս գալիս։ Այդտեղ ալոեներ, փշոտ բույսերն են, կակտուսներ։ Դա տեսնում եք։ Ծառերի անուններն է գրված ա վրան։ Այս էլ արմատներն են ծառի, նայի։ Տեսնում ես ինչ հետաքրքիր ա։ Սենց չծված նայի էլը։ Տարինակ ձևի։ Ինչ խեղճացած ա այգին, տենց շատ ինքը իր ապիկում չի, որտև մենք ամեն սեզոնին գալիս ենք, մենք գիտենք էլի, դեն նոր այդ նարցիսները բացվել են, արդեն փակվել են, իրանք, կակացների ժամանակը նոր ա, ոնց որ ուզում գա, հələ պիկը չի, հետո ստեղ կան այն բախկույզով կախվող բանները, ծառերը, մանուշակագույն կապույտ, այդ դրան ժամանակն ա շատ սիրուն։ Դեռ շուտ ա էտել։ Այսա մեկից։ Ընդամենայն դեպս էլի հղկված, մշակված։ Նա ինձ այս մասը լավն ա։ Այս սրանք տեսեք արդեն չորանում են։ Ամեն գարունը շատ շուտ ա փոփոխություն է լինում։ Սրանք սպիտակ նարցիսներ են։ Մեր դրան դիմաց է տան դեղիններ են, չէ՞։ Սպիտակները կան և դեղինները կան, նարցիսն է գրված է։ Ստեղ խմբով երեխեք են բերը, մի քիչ իրանցից հեռանանք, այս մասը շատ սիրուն ա լինում, շատ, նայի թարմայի նման են սարքել, բասի անունը գտնեմ, մորանում եմ սրանց անունը։ Վիստերիա, հա, այս է, վիստերիաները, բայց հələ շուտ է։ Այս վիստերիաների ժամանակը շատ սիրուն է ու Վաշինգտոնում շատ է։ Տեղը Rose Garden-ն է։ Վարդերի տեղն է, այդ էլ մայիսի կեսերին երևի սկսվում է։ Կգանք։ Մենք շատ հեռու չենք ապրում ստեղից, բոլոր ծաղիկների պիկի ժամանակ կգանք։ Այս տարվա բացումը հիմա ուղղակի արեցինք, տեսնենք ինչ ա կատարվում։ Հետո էլի կգանք։ Նարցիսները սկսվում, չէ, սկսվում է չերիներով, բալենիներով։ Մի բալենիների ծաղկումով է սկսվում, հետո առաջինը նարցիսները, նարգիզները, հետո կակաչները կան, ոչինչ։ Վացա, Rose Garden։ Սենց հիմա չենք պատկերացնում ինչա, բայց երբ որ վարդերը իրանց պիկում են լինում ծաղկման, մի հատ հրաշք տեսարան աստեղ։ Մասը նարցիսները հələ կան ու հիմնականում կակաչների մասն է այս։ Կակաչները հələ լրիվ չեն ծաղկե, չէ։ Տեղ մի քիչ կան, հա, տարբեր։ Էլ ինչ պտի ծաղկեն, չէ ասա։ Որ լավ ծաղկեն, այդ կսել են, կոկոններ են հիմնականում, հələ փակ են։ Մշտական տեղ մարդիկ աշխատում են, մշտական խնամում են, ու այս այգին անվճար է։ Ուրիշ նահանգներում կան սենց այգիներ, Բոտանիկ գարդենների նման, վճարովի են։ Այս ամբողջը հսկայական տարածք է, խնամված, շատ սիրուն ու անվճար է։ Այս կակացները մորացված տեղ, մեկ է հաճել են։ Ծաղկել են, ծառերի անունները գրված են, մեծ մասի։
Ջերա ծաղիկների ժամանակ տեղը ստեղա նայել։ Ինչ կա մարդ կա ստեղ։ Մի րոպե լե, այս մարդկանց է նկարենք։ Եկել են ստեղ չկան շատ են ծաղիկ կակաշները, ստեղ երևի արև է։ Արագ են աճե, շուտ են հասել, փթթել։ Այս մասը լրիվ պիկի մեջ է, որովհետև քիչ էլ անցնի արդեն կթորում են։ Brookside Garden-ում։ Չէ, միշտ է կային, ամեն անգամ էլ միշտ տեսել ենք։ Brookside Garden-ի կակաչների մասում ենք, հələ տեսեք ինչ սիրուն կակաչներ են ու իրանց փիկ ծաղկման ժամանակում են։ Մեկ էլ աշխատում են ձայնը խանգարում, բայց ոչինչ։ Մեկը մեկից սիրուն է, մարդ չգիտի որտեղ գնա։ Բոլոր տարերի տեղերը ես անգիր գիտեմ։ Եվի մարդիկ որ նայեն կասեն գիժա ինչ է, բայց այստեղ չէ, այս թուփը տեսնում ես, այս թուփը։ Այդ թուփը սպիտակ սիրուն։ Հա, սպիտակ չէ, այս բույնը ուրիշ է։ Այս մի ծառը լրիվ սպիտակ մեծ այսեն ծաղիկներ են լինում վրան։ Այ հետո որ գանք կնկարեմ կտեսնես։ Այդ կարծեմ հունիսին է լինում։ Բավական ժամանակ է պետք որ հետո գանք։ Ու շատ մեծ է, ոնց որ քրիզանթեմները կան, քրիզանթեմների նման մեծ ծաղիկներ են, ամբողջ ծառի վրա։ Իմ YouTube-ից մեջ այդ գլխավոր նկարը կարծեմ հենց այդ նկարն է դրած։ Ու այնտեղ մի հատ ծաղկած բալենի կա։ Միայնակ։ Սպասում ես։ Ոնց որ գոնե բալենին է գտանք։ Չնայած իրան ժամանակը արդեն գրեթե անցնում է, բայց ուշահաս բալենիներ կան, որ դեռ ծաղկում են։ Այս վերջի բալենիներն են ծաղկած։ Վաշինգտոն DC-ում ես նկարեցի, սրանց մնացել են դեռ ուշահաս բալենիներ ուշ ծաղկող։ Լավն են, չէ՞։ Հələ մի քանի հատ ուշ ծաղկող բալենիներից մնացել է։ Սա ամենասիրուն տեղերից մեկն է, որովհետև այդ բալենին դեռ ծաղկած է, մյուսները արդեն ժամանակ անցել է, սա հələ ծաղկած է, այս ջուրը լճակը փոքրիկ։ Ու հիմա գնում ենք ճապոնական տաղավարը դեպի։ Ստեղից այդ ճապոնական տաղավարն է Երևան, որ միշտ գալիս ենք նկարում ենք։ Այս էլ սագերն են, բադերն են։ Ստեղ շատ սագեր ու բադեր կան։ Ընտանիքներով օրոշորորման են գալիս։ Ես ու սագիկները, պատիկները։ Օ, ստեղ նայի։ Այս ծառերն են շատ սիրուն, իրանք տերև չունեն, թե հետո է տերևը առաջանում, չգիտեմ, բայց իրանք շատ մուգ գույնի, այսենց գունավորումով ծաղիկներ ունեն։ Ստեղ միշտ շատ մարդ է լինում։
Դե հարաբերական շատ մարդ, քարեր են զգույշ աստիճաններ են, բայց տեղից այս տնակը ամենալավն է երևում։ Այս ձենն էլ միացրեցին, ոչինչ։ Այս էլ են սիրած տեղերից, վյուներից մեկն է, որ համ ես ճապոնական տաղավարն է սիրուն դուրս գալիս, համ լճակը, որ գալիս ենք, ես այս տեղը բաց չեմ թողնում։ Ուստեղ մի շատ մարդ է լինում, նկարվողներ շատ կան ուստեղ։ Այս էլ Սամսիբի ռեժիսոր։ Իմ ամենասիրած տեղերից մեկն է, Մելենդում։ Տարվա որ եղանակին գաս մեկ է, սիրուն է։ Հիմա գնում ենք այն ճապոնական տաղավարը։ Վիդեո ես անում։ Yeah. Բայց ես նկար էի ուզել։ Այս ոնց որ հա նոր է, ես էլ նկատեցի։ Ասմա, այսա տես, նոր են սարքել։ Պլատֆորմ են սարքել, որ ստեղից սիրուն տեսարան է լինելու։ Նայ։ Okay, արի, եթե սիրուն տեսարան է, ուրեմն մենք ստեղ ենք։ Գացիր այդ աղջիկը աշխատում էր, գնացինք կանգնանք, չէինք թողնում, բայց մի կողմից է լավ է ձայնը չէր հանում։ Թռչունների ձայնը լսում եք երևի։ Դրդրոցն է կրյաներից է գալիս, գիտես չէ, դրր մի տեսակ ձայն են հանում ես տեղի կրյաները, ստեղ շատ կրյաներ կան։ Օ, սպասիլին են, չէ, չգիտեմ, կարող է կրյան, կարող է չէ։ Բայց ես լսել եմ այդ կրյաները, դրր մի տեսակ ձայն են հանում։ Այս վերջի հետաքրքիր տեղերը նկարվենք, վիդեոները հանենք, որ մեկ է կգանք երևի մի երկու շաբաթ հետո մոտավորապես մինիմում։ Բայց պետք է հեննեմ վերև նոր։ Okay, այստեղ։ Հիմա այստեղ նկարի վիդեո։ Այսօր ապրիլի քանիսն է։ 9-ն է։ Այսօր ապրիլի 9-ի նկարներն են։ Հետո ուրիշ օր որ գանք, տարբերությունը կնկարենք, կտեսնենք։ Ազարյանների ժամանակ հետաքրքիր կլինի։ Կամ այդ վիստերիա ծաղիկների ժամանակ։